բնույթի համար խոսքը տրվում է մարդու, ով հանուն արդարության, իրավական պայքարի առաջնագծում է։ Ուժեղ Հայաստան դաշինքի խորհրդի անդամ Արամ Վարդևանյանին։ Բարև ձեզ, սիրելի վայոց ձորցիներ, սիրելի եղեգնաձորցիներ ջան։ Ես մի բան գիտեմ, որ մեր Հայաստանը աշխարհի բոլոր հայերի ամենաֆանտաստիկ, ամենաապահով, ամենալավ տունն է։ Բա ոնց մեր տունը, մեր հայրենիքը չլինի ուժեղ, ոնց չլինի ուժեղ, ոնց լինի թույլ, նվաստացած, որը ամբողջությամբ վերջին 8 տարիների հավաքական արդյունքն է։ Բայց այսօր մենք ձեզ ասում ենք, որ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ փոփոխությունները գալիս են, Հայաստանը լինելու է ուժեղ, ուժեղ։ Ժողովուրդ ջան, առաջարկում եմ մի հատ բռունցքներս բարձր, փոփոխություն, փոփոխություն, փոփոխություն։ Ժողովուրդ ջան, ուժեղ Հայաստանը առաջարկում է, որ Հայաստանի Հանրապետությունում երկու անսակարկելի արժեք լինի։ Մեկը դա մարդասիրությունն է, երկրորդը իրավունքի գերակայությունը։ Մենք այս խայտառակ քաղաքական հետապնդումների էջը պետք է փակենք։ Հայաստանում մարդկանց կալանավորելու այս մշակույթը, որ ամեն գնով կալանքի մասին է, թողելու ենք անցյալում։ Թող մնա դա ՔՊ-ի իշխանության ամենատպավորիչ կետերից մեկը։ Ուժեղ Հայաստանում իրավունքը գերակայելու է։ Այո։ Սիրելի հայրենակիցներ, մենք նաև մեր ծրագրում առաջարկում ենք, որ մարդասիրության արժեքը լինի հստակ, մենք պետք է ունենանք մեծ համաներում։ Մենք պետք է մեր հասարակության ներսում ատելությունը վերացնենք։ Մենք պետք է ունենանք միասնականություն ու համերաշխություն։ Մենք ոնց ենք կարողանում իրար հետ տարբեր հարցերի շուրջ բանավիճել, բայց երբեք ատելություն իրար նկատմամբ չենք ունենում։ Այդ ատելությունը բերել է այս իշխանությունը։ Իդեպ, այն, որ այս իշխանությունը բերել է այդքան արհավիրք, ընդཐུպ մինչև հայրենազրկում, բայց այն, որ իրանք բերել են հայի մեջ ատելություն, որ հարևանը հարևանի հետ չկարողանա շփվել, մենակ դրա համար արդեն իրենք պետք է հեռանան։ Պետք է հեռանան և պետք է գա ուժեղ Հայաստանը։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի վայոց ձորցիներ, այն, որ մենք պետք է ունենանք մեր հասարակության մեջ բարեկեցություն, սա էլ մյուս անսակարկելի արժեք սկզբունքն է։ Դրա համար պետք է ստեղծվեն 300,000 աշխատատեղեր։ Իդեպ, մի բան է, երբ մի խոստում տալիս է օրվա իշխանությունը, մի բան է, երբ այդ խոստումը տրվում է Սամվել Կարապետյանի թիմի կողմից և երաշխավորվում է Սամվել Կարապետյանի կողմից։ Կարծում եմ տարբերությունը ակնհայտ է, չէ՞ ժողովուրդ ջան։ Մեկ բանի շուրջ էլ պայմանավորվենք, ժողովուրդ ջան։ Այն, որ ամեն ինչ օրվա իշխանությունները 8 տարվա ընթացքում ցույց են տվել, որ պատրաստ են անել, դա մենք գիտենք։ Այն, որ վախի մթնոլորտ պետք է փորձեն տարածել, դա մենք գիտենք։ Բայց դա իրենց չի օգնելու, որովհետև իրենք գնալու են։ Արդեն ժամանակն էլ մի բան էլ ավել անցած է։ Դրա համար ժողովուրդ ջան, մեր քվեաթերթիկում համարը 3-ն է։ 3-ը, որն էլ խորհրդանշելու է փոփոխությունները,
Դրա համար ինչ ենք ասում։ Փոփոխության համար, փոփոխության համար։ Ձեր ցավը տանեմ Աստծով, ժողովուրդ։